Տիկին Մանուկյան, դուք հաջողված մասնագետ եք և ոլորտում բազմամյա փորձ ունեք, միշտ կարիերայի աճ եք ունեցել և եթե օրինակ կառավարության մաս կազմող մասնագետների դեպքում հնարավոր է շեշտակի մասնագիտական վերելքը, այսպես ասած, ապա ձեր դեպքում դա եղել է սեփական ունակությունների, սեփական գիտելիքների փորձառության շնորհիվ և դուք միշտ այդ կարիերայի աճ ունեցել եք, փորձառու հաշվապահ եք, նաև ֆինանսական բլոկներ եք համակարգել, ղեկավարել և ձեր գործառույթների մեջ միշտ եղել է հաշվետվություն ներկայացնելը ձեր գործի անբաժանելի մասն է եղել, բայց մի անգամ հիշում եմ մի արտահայտություն արեցիք, որի հետ շատ համաձայն եմ և շատ ընդունելի է, դուք ասացիք, որ հաշվետվողականությունը հաշվետվություն ներկայացնելը չէ, խնդրում եմ մեկնաբանեք, ըստ ձեզ, որն է հաշվետվողականությունը, որն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը, որը ցուցաբերել եք մինչ այս և համոզմունք ունեմ, որ ցուցաբերելու եք նաև հետայսու։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, հաշվետվություն ներկայացնելը ինքնանպատակ չէ, ներկայացրեցինք թիվը, արձանագրեցինք ու անցանք առաջ, հաշվետվություն ներկայացնելու արդյունքում պիտի ունենանք հետևանք, այսինքն եթե կա արձանագրված չկատարված աշխատանք կամ վատ կատարված աշխատանք, դա պիտի ունենա հետևանք, պետք է հնչեն հարցեր, ով է պատասխանատու, ինչի չի արվել, ինչպես ենք շտկելու հետևանքները, հաշվետվությունը ինքն իրենով ինքնանպատակ փաստաթուղթ չէ, ոչ էլ դրանով ինքը սպառիչ չէ, արված է, արված չէ, դրան անպայման պետք է հետևի պատասխանատվությունը, այլապես չի լինի արդյունք և այդ հաշվետվությունները կլինեն ինքնանպատակ։ Արձագանք, ճիշտ եմ հասկանում, որ այն մոդելի կողմնակիցն եք, որ լինի մոնիթորինգ, հաշվետվության հիման վրա խնդիրների վերհանում, դրան հաջորդի պլանավորման պրոցեսը, որը իր մեջ ներառում է նաև վերհանված խնդիրների լուծումը և աշխատանքի պրոցես և ցիկլը նույնությամբ շարունակվի, որը հնարավորություն կտա բացահայտել բոլոր առկա խնդիրները և գտնել դրանց լուծման մեխանիզմները։ Միանշանակ ճիշտ եք հասկանում, այո, մոնիտորինգը հաշվետվողականության կարևոր բաղադրիչ է, որովհետև եթե արձանագրեցինք, որ ինչ-որ բան արված չէ, հետո հաջորդ տարի նորից արձանագրեցինք, որ արված չէ, բնականաբար մոնիտորինգը այդտեղ կարևոր դեր ունի։